Բարև ձեզ արգելի բարեկամներ, խնդրում եմ հավանեք, գրանցվեք, տարածեք, ձեզանից մեծ ջանք չի պահանջվում, պարզապես լայքում եք և ծխում եք զանգակը։ Այսօր խոսենք մաշկային հիվանդություններից մեկի մասին, որը փսորիազն է։ Փսորիազը դա տարածված հիվանդություն է և այսօր աշխարհում այն մեծ տարածում ունի, լայն ծավալ է ընդգրկում և բուժման հարցերը բավականին դժվար են։ Փսորիազը դա հաճախակի կրկնվող մաշկային խրոնիկական հիվանդություն է, որը հանդիպում է բոլոր տարիքում։ Նույնիսկ նորածինների մոտ վաղ մանկական հասակում հայտնաբերում են փսորիազ։ Փսորիազը կարող է առաջանալ։ Օրինակ ես ունեցել եմ բարուրի մեջ երեխա, որը վրան կար արդեն փսորիազ, հիվանդ էր փսորիազով։ Բայց հաճախակի այն լինում է 16-ից մինչև 25 տարեկանների մոտ ավելի հաճախ է հանդիպում։ Փսորիազի աղտոտակումը մինչև այսօր պարզաբանված չէ, հայտնի չէ։ Կան բազմաթիվ տեսություններ, որոնք ուզում են ինչ-որ լույս թռել այս հիվանդության վրա, սակայն բոլորը այդ տեսությունները հիմնավորված չեն։ Դրանցից են վարակային տեսությունը, վիրուսային, էնդոկրին, նաև հոգեկան հիվանդությունները, հոգեկան վնասվածքները, ժառանգականությունը, սակայն ժառանգականության մասին խոսելիս պետք է նշել, որ հիմնականում ունի ժառանգական նախատրամադրվածություն և գենետիկորեն փոխանցում է։ Աստվածաշնչում գրված է, որ այս հիվանդությունը մեղքի դիմաց է, ով է մեղք գործել դժվար է ասել, բայց գրված է այս հիվանդության մասին։ Հիվանդությունը սկսում է հանկարծակի, մաշկի վրա ի հայտ են գալիս բաց վարդագույն մանր հանգուցիքներ, որոնք սփռվում են մաշկի վրա, ցանավորում է առաջանում, որը կարճ ժամանակ հետո սկսում է թեփոտվել, այդ հանգուցիքները լինում են քորոցի գլխիկից, գնդասեղի գլխիկից մինչև ոսպի մեծության, որը պատվում է մանր, արծաթափայլ, արծաթասպիտակավուն, փխրուն թեփուկներով, այդ հանգուցիքները այնուհետև զարգանում են, մեծանում են և վերածվում են վահանիկների, այսինքն ավելի մեծ չափեր են ընդունում։ Վահանիկները մոտենալով իրար, կարծես թե ձուլվում են և ստեղծվում է մեծ վերքային մակերեսներ։ Աստված մի արած է, լինում են այնպիսի հիվանդներ, որոնք համատարած ունեն փսորիազ, այսինքն ամբողջ մաշկային ծածկույթը պատված են վերքերով։ Հարգելի բարեկամներ, այս վերքերը, փսորիազը կարող է լինել մաշկի ցանկացած մասում, մարմնի ցանկացած մասի վրա կարող է լինել, բայց նրա սիրած տեղերը դա վերին և ստորին վերջույթների տարածուն այս ծալքերում են լինում, արմնկային հոդերում, ծնկան հոդերի վրա, ներբաններում, մատերի այս հոդերի վրա կարող են լինել, լինում է գլխի մազատած ծածկույթում, մաշկի վրա, որը ավելի երկարատև է և բուժման տեսակետից ավելի դժվար է բուժվում։ Երեսների վրա լինում են ավելի քիչ։ Քորը այս հիվանդության ժամանակ պարտադիր չէ, կարող է լինել, կարող է չլինել, իսկ հիվանդությունը կարող է ծաղկել, այսպես ասած, այդ ծաղկման շրջանում քորը լինում է և սաստիկ քոր է լինում։ Երբ որ այդ վահանիկները մեծանում են կամ հպվում են իրար, ստեղծվում են, այսպես ասած,
կայուն մակերեսներ վերքային եւ նրանց զարգացումը դադարում է, կարծես թե լինում է մի կայունության շրջան, որ այլևս պսորիազը չի զարգանում, այս շրջանը կարող է տևել տարիներ։ Այս տեղից ելնելով կարող ենք ասել, որ պսորիազը ունի 3 շրջան՝ ծաղկման շրջան, կայունացման շրջան եւ ապաքինման շրջան։ Որն է ապաքինման շրջանը? Երբեմն պսորիազը ինքնուրույն թեփուկները պակասում են, վերանում են, վահանիկները տափակում են, հարթվում են եւ նրանց տեղ այլևս ոչինչ չի մնում, մաշկի վրա կարող են մնալ գունատ բծեր կամ կարմիր բծեր, մակերեսներ, այդպես այդ վերքերի տեղերում մնում են այդ մակերեսները։ Երբեմն հիվանդներ կան, որ պսորիազը նրանց մոտ լինում է ծալքերում, այսինքն աճուկային ծալքերում, անոթային փոսում, կանանց մոտ կրծքագեղձերի տակ, քանի որ այս շրջանները խոնավ են, քրտնում են եւ այլը, այստեղ թեփոտություն չի առաջանում եւ լինում են մացերացված կարմիր այդ վերքային մակերեսները եւ որոնք հիշեցնում են խմորած ընկերով կամ ստրեպտոկոկերով առաջացած շփաբորբերը։ Պսորիազը լինում է նաև եղունգների վրա, եղունգների այս մահիկների վրա առաջանում են մատնոցանման փոցիկներ, դեֆորմացվում է եղունգը, չորանում է եւ սկսում է կոտրատվել կամ փշրվել։ Ամենածանրը դա պսորիազային հոդաբորբն է, պսորիազի ժամանակ, երբ որ այն ախտահարում է նաև հոդերը, ապա վիճակը լինում է շատ ծանր, հոդերը կարկամում են եւ ես տեսել եմ այդպիսի հիվանդներ անկողնում գանված եւ չեն կարողացել շարժվել ամբողջ մարմինը պատած վերքելով։ Աստված հեռու տանի այդպիսի դեպքերից, ձեզ առողջություն եմ ցանկանում։ Հարգելի բարեկամներ, սրա ելքը այն է, որ պարբերաբար կրկնվող, հաճախակի կրկնվող, երկար տևող, ունի իհարկե նաև նորմալ բուժման դեպքում լուսավոր շրջաններ, պսորիազը ակտիվանում է աշնանը եւ ձմռանը, ամռանը դա լինում է ավելի լավ վիճակում։ Ինչ վերաբերում է արևահարությանը, ապա կան դեպքեր, որ արևը բարերար ազդեցություն է ունենում, իսկ կան, որ արևը բացասական է ազդում եւ ավելի շատանում են այդ վերքերը մարմնի վրա, այնպես որ դժվար է ասել, քանի որ հիվանդության պատճառը անհայտ է, ապա բուժումը նույնպես դժվար է, որովհետև չկա ստույգ մի բան, ինչն եք բուժելու, եթե պատճառը չգիտեք։ Այս դեպքում ի նկատի են ունենում պսորիազը նաև ունի ալերգիկ ֆոն, խոսենք հիմա դրա մասին, շեշտը դրվում է նյարդային համակարգի, էնդոկրին համակարգի վրա, այստեղ պետք է բացառել նաև վիրուսային կամ վարակային հիվանդությունները, նյարդային համակարգի վրա, որովհետև հոգեկան տրավմաների ժամանակ նույնպես դժվար է լինում հաղթահարել այս հիվանդությունը, քանի որ հոգեկան վնասվածքները դժվար է կոռեկցիայի ենթարկվում։ Պետք է բուժումը շեշտը դնել այս ֆակտորների վրա։ Ալերգիկ ֆոնը դա պսորիազի ժամանակ շատ բացասական ազդեցություն ունի, բուժման ժամանակ պետք է շեշտը դրվի սնունդի վրա, բացառվում են ալկոհոլային խմիչքները, գազավորված քաղցր գունավոր խմիչքները, թթուն, կծուն, սրանք ալերգիկ ֆոն են առաջացնում եւ այդպիսի հիվանդները պետք է որ զգացած լինեն, որ նման
ծննդակարգը խանգարելու դեպքում հիվանդությունը սկսում է ակտիվանալ։ Հեռու եք մնում յուղեղենից, կրեմով թխվածքներից, ճարպոտ մսից, խոզի մսից, պաղպաղակից, հիմնականում օգտագործում եք բանջարեղեն, մրգեր, ինչպես գազավորված ջրեր, բայց ոչ գունավոր, պարզապես հանքային ջրեր։ Խորհուրդ կտամ այդպիսի հիվանդներին շաբաթական 2 անգամ օգտագործել տավարի լյարդ։ Լյարդը այսպես լեզվակների նման կտրատում եք եւ տավայի մեջ քիչ տապակելուց հետո օգտագործում եք, քանի որ նրա մեջ պարունակում են այնպիսի նյութեր, ֆերմենտներ, որոնք այլ սննդամթերքների մեջ չկան եւ բարերար ազդեցություն են թողնում այս հիվանդության ժամանակ։ Հիմա նշենք մի քանի դեղատոմսեր, որոնք դուք կարող եք օգտագործել, դրանք բուսական դեղատոմսեր են, միջոցներ են, այս բազում տարիների ընթացքում ունեցել ենք հարյուրավոր փսորիազով հիվանդներ, մի ժամանակ այնքան էին ոգևորվել հիվանդների լավանալուց, որ մտածեցինք այլևս հիվանդներին ներքին օգտագործման դեղեր չտանք, ասեն դες որ փսորիազը դա լոկ մաշկային հիվանդություն չէ, այն ներքին հիվանդություն է, եթե մենք չենք ազդում, մենք չգիտենք որ օրգան է, պարզապես տալիս են կոմպլեքս դեղաբույսերի խառնուրդ, որը ազդի բոլոր օրգանների վրա եւ ունենում ենք հիմնականում ցանկալի արդյունքներ։ Ասեն դե եթե փսորիազից 10-ից 5-ներ բուժվի, դա համարվում է 100%-անոց բուժում այս հիվանդության համար։ Ուրեմն վերցնում եք առյուծագի, երիցուկ, խնկածաղիկ դա հանգստացնող ազդեցություն, այս բոլորը նյարդային համակարգը հանգստացնող են, հավասար քանակությամբ խառնում եք, խառնուրդից 3 ճաշի կես լիտր եռման ջրի մեջ եփում եք 10 րոպե, սառելուց հետո քամում եւ խմում եք կես թեյի բաժակ օրը 4 անգամ կամ 1 թեյի բաժակ օրը 3 անգամ։ Վերցնում եք սզնու ծաղիկներ, սզնին դա ալոճն է, կատվալեզու, կատվախոտ եւ կարող եք վերցնել նաեւ երիցուկի արմատներ։ Այս բոլորը խառնում եք հավասար քանակությամբ, դարձյալ խառնուրդից 3 ճաշի կես լիտր եռման ջրի մեջ 10 րոպե եփում եք դանդաղ, սառելուց հետո քամում եւ խմում եք քաղցած վիճակում կես թեյի բաժակ օրը 4 անգամ։ Հազարատերևուկ, մայրամախոտ, ծիծեռնախոտ, այս բոլորը խառնելով հավասար քանակությամբ դարձյալ 3 ճաշի կես լիտր եռման ջրի մեջ եփում եք եւ սառելուց հետո խմում եք կես թեյի բաժակ օրը 4 անգամ։ Մարմնին քսելու համար դու կարող եք օգտագործել դառը նշի յուղը, չիչխանի յուղը, մածուրի յուղը, որպես քսուկ մարմնին քսելու համար։ Խորհուրդ կտամ օրը 3 անգամ խմեք գոնե 1 ճաշի խաղողի կորիզի յուղ, խաղողի կորիզի յուղը բարերար ազդեցություն է թողնում այս հիվանդության ժամանակ։ Մի մոռացեք, որ կարևոր նշանակություն ունի սննդակարգը եւ գիտեք խորհուրդ կտամ նաեւ շաբաթվա մեջ ունենաք ծոմի օրեր, այդ օրը ոչինչ չուտեք, եթե ոչինչ չեք ուտում, այդ օրը նախորդ օրը գիշերը մաքրում եք աղիքները կամ հոգնա կամ խմում եք լուծողական աղիքները մաքրելուց հետո մյուս օրը ոչինչ չեք ուտում, պահում եք ծոմ։ Եթե շաբաթը 1 կամ լավագույն դեպքում 2 անգամ կատարեք, ապա հավատացնում եմ ձեզ, որ բավականին վիճակները լավ կլինի եւ
աստիճանաբար կազատվեք այդ հիվանդությունից։ Ասեմ դες, որ մեր մոտ եղել են ասեցի հարյուրավոր հիվանդներ եւ 70-80% դեպքերում ունեցել ենք լավացում, կարող եմ ասել արդեն 15-20 տարի ռեմիսիա է, այդ հիվանդները իմ հետ կապ ունեն, բայց ոչ մի գանգատ չունեն։ Հասկանում եք, կա նաև պսորիազի վատ ձևերը, այսպես ասած չարորակ ձևերը, որը երբեմն դժվարություններ է առաջացնում բժիշկների մոտ։ Դե չգիտեմ, երևի երկար խոսեցի, ուզում եմ ձեզ ցույց տամ իմ գրքերը, այս բոլորը գրված են իմ գրքերում կան նաև ավելի շատ դեղամիջոցներ, դեղատոմսեր, բժշկարան գիրքը 90 տեսակ հիվանդություն կա մեջը եւ նրանց բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, այստեղ հիվանդության համար գրված է ավելի ծավալուն մանրամասը, հիվանդությունը ունի իր պատկերազարդ նկարները, բույսերի նկարները գունավոր, որոնց տակ գրված են հայերեն, ռուսերեն, լատիներեն եւ ունի իր քառալեզու բառարանը գրքի հետևում այդ երեք լեզվին ավելացրած նաեւ անգլերեն։ Ալկամա, որը նշանակում է Աստծո պարգև սանսկրիտով կամ հին արաբերենով, Աստծո պարգև է ոչ թե գիրքը, այլ նրա մեջ եղած դեղատոմսերը, որոնք պատրաստված են բոլորը բուսական, ժողովրդական բժշկության մեթոդներով այդ դեղաբույսերը, գիրքը պարունակում է 170 հիվանդություն, ունի նաև իր հավելվածը, որտեղ գրված են նաև ժողովրդական բժշկության մյուս բուժման ձևերը, այստեղ այս նկարները նույնպես գունավոր նկարները 3 լեզվով գրված է տակը եւ գիրքը նույնպես ունի քառալեզու բառարան, իսկ այս գիրքը ռուսերեն լեչեբնիկ, սա դասագիրք է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններով սովորողների համար, գրքի համար Ռուսաստանի Դաշնությունը ինձ տվեց ոսկե մեդալ, առողջություն եմ ցանկանում ձեզ, մի շնորհ հանդիպ